Մեկ րոպե մտածենք ու անցնենք նրա կյանքի հետաքրքիր պատմություններով։ Նա ծնվել է 1955 թվականին մի ընտանիքում, որտեղ իր կենսաբանական ծնողները որոշեցին, որ նրան պետք է որդեգրության տան։ Որդեգրող ծնողները նույնպես չունեին բարենպաստ պայմաններ եւ այդքան էլ լավ կյանքով չէին ապրում, բայց այնուամենայնիվ մտածում էին, որ նա պետք է ստանա լավ ուսում եւ լինի լավ մարդ հասարակության համար։ Դպրոցն ավարտելուց հետո իր ծնողների կամքով նա ընդունվում է մի քոլեջ, որտեղ ընդամենը սովորեց 6 ամիս։ Իր պատմություններից մեկի ժամանակ նա ասում էր, որ նա ուղղակի չէր ուզում, որ իր ծնողների ամբողջ խնայողությունը ծախսեր մի դասընթացի վրա, որը նա այդպես էլ անիմաստ էր համարում։ Քոլեջից դուրս գալուց հետո նա շատ հաճախ քնում էր իր ընկերների տանը, որ շաբաթը մեկ անգամ նա քայլում էր ոտքով ու երկար ճանապարհ էր անցնում, որպեսզի հնդկական տաճարից կարողանա մեկ անգամյա անվճար սնունդ վերցնել։ Տարիներ անց այնուամենայնիվ նա սկսեց սովորել մի քանի դասընթացներ եւ իր առաջին համակարգիչը ստեղծելու ժամանակ պետք եկավ իրեն իր գեղագրության դասընթացները։ Նա նայում էր համակարգչին եւ հասկացավ, որ ստեղնաշարները պետք է լինեն ավելի գեղեցիկ եւ տարբերվող։ Եվ հետո տարիներ անց 1976 թվականին իր ընկեր Ստիվ Ոզնակի հետ ստեղծում է մի կազմակերպություն, որը տարիներ անց դառնում է ոլորտի առաջատար տեխնոլոգիական ընկերություններից մեկը։ Բայց ով կպատկերացներ, որ 1985 թվականին արդեն տեղի ղեկավարության հետ խնդիրներ ունենալու պատճառով նրան հեռացնում են իր ստեղծած կազմակերպությունից։ Իսկ թե ով էր նա, կպատմեմ այս երկուսում, իսկ մինչ այդ դու կարող ես մեկնաբանության դաշտում գրել, թե ում մասն է խոսքը, եթե գիտես, հետևես էջին, որտեղ արժևում շատ ու շատ հետաքրքիր պատմություններ են մեզ սպասում։